Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, այսօր եւ հատկապես վերջին ժամերին Հայաստանում բուռն իրադարձություններ են տեղի ունենում, արդեն բանականության որևէ սահմանը շրջանցող, բայց չգիտեր ինչ անուն տա այս իրադարձություններին։ Այն օրից սկսած, երբ Իսրայելը հարձակում գործեց Իրանի Իսլամական Հանրապետության վրա, Նիկոլ Փաշինյանը կարծես մոռացել էր եկեղեցու թեման, որոշ լավատեսներ մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանի ողջամտությունը այցի է եկել եւ նա հասկանում է այն ծանր վիճակը, որում գտնվում է Հայաստանը եւ որոշել է կենտրոնանալ պետական օրակարգի վրա։ Ես իհարկե այդ լավատեսների շարքին չեմ պատկանում, որովհետև Նիկոլ Փաշինյանին շատ լավ եմ ճանաչում եւ խորապես վստահ եմ, որ ողջամտությունը երբեք նրան այցի գալ չի կարող, առավել եւս պետական մտածողությունը։ Մանավանդ, որ այդ ողջ ընթացքում, սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի թիմը շարունակում էր վայրահաչոցները եկեղեցու դեմ, բավարար է հիշել միայն Գևորգ Պապոյանի 2 օր առաջվա վայրահաչոցները, էկոնոմիկայի նախարար եւ ԿՊ փոխնախագահ։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը լրիվ սահմանները անցավ, իմ կարծիքով անմեղ մի առիթով։ Գործարար Սամվել Կարապետյանը մի լակոնիկ տեսանյութ էր հրապարակել կեսօրից հետո, որտեղ իր աջակցությունն էր հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ասում էր իր ձևով կմիջամտի այդ պաշտպանությանը եկեղեցու, սա առիթ դարձավ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մոռանա բյուջեի կատարողական քննարկումները, որ մեկնարկել էին խորհրդարանում, մոռանա այն հանգամանքը, որ Հայաստանը ըստ էության եւ փաստացի 4 կողմից հիմա շրջափակման մեջ է, որտեղ բեռնատարները հասկանալի պատճառներով Իրանի Իսլամական Հանրապետություն չեն կարողանում մտնել, մեր բեռնատարները նաեւ անհասկանալի պատճառներով Վրաստանի սահմանը չեն կարողանում հատել, որտեղ տրանզիտային խնդիրները լուծված չեն, այն երկու երկրների մասին էլ չխոսենք, այսինքն Հայաստանը ըստ էության կատարյալ շրջափակման մեջ է, ես սա ցավով ու մեծ տագնապով եմ ասում։ Եվ ահա այսօր Փաշինյանը այդ կարճ տեսանյութից հետո, որ հրապարակվել էր Սամվել Կարապետյանի կողմից, հարձակվեց եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի վրա, նույնիսկ գրառումների թիվն եմ հիմա շփոթում, օրինակ ոճը տեսեք, դիմելով Սամվել Կարապետյանին ասում է բա միջամտի արա, ինչ ես չուլանում պահկվել կամ ասում է մենք մեր ձևով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ, ավելի ճիշտ ձեզ, այսինքն անհասկանալի է։ Սա ձեզ համար կալուգայի նիժնի տապրի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա, կարող եմ այս շարքը շարունակել, այս գրեհկաբանությունը ավելի շուտ, եւ կարծում եմ իմաստ էլ չկա, պատկերացրեք մարդը այնքան է կորցրել պետական մտածողության adekvatության հատկանիշները, որ Սամվել Կարապետյանին թիրախավորելով ծաղրում է Ռուսաստանին, Ռուսաստանի տեղանունների անուն է նշում եւ ծաղրում է ըստ էության, ծաղրում է Ռուսաստանին։ Գիտեք, հարցը իմ կարծիքով ոչ եկեղեցին է, ոչ էլ նույնիսկ Սամվել Կարապետյանը։ Տոտալիտար կառավարումը քաղաքական համակարգ է, որտեղ պետությունը կամ իշխող խումբը ձգտում է լիակատար վերահսկողություն հաստատել հասարակության բոլոր ասպեկտների՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային եւ անձնական կյանքի նկատմամբ։ Տոտալիտարիզմի ձևակերպումը լավագույնս տվել է
հերական ծագումով գերմանացի մտածող, փիլիսոփա, քաղաքական տեսաբան Հաննա Արենդտը 1906-75 թվերին է այս մտածողը ապրել, նա 51 թվին ստեղծել է իր ֆունդամենտալ աշխատություններից մեկը տոտալիտարիզմի ծագումը, որտեղ բառացիորեն գրել է. տոտալիտարիզմը ոչ միայն ճնշում է ազատություններ, այլ ձգտում է վերացնել մարդկային բազմազանությունը, ստեղծելով միատարր, լիովին վերահսկվող հասարակություն։ Ի դեպ, տոտալիտարիզմին անդրադարձել է նաև Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի մի ելույթում, իհարկե նա տոտալիտարիզմ բառը չի օգտագործում, բայց ըստ էության խոսում են նույն բանի մասին, մեջբերեմ. իշխանության կենտրոնացումը միշտ էլ հանգեցնում է կամայականության, երբ երկրում չկա իշխանության բալանս ու վերահսկողություն, ապա ամեն ինչ որոշվում է ըստ ղեկավարի կամքի, ոչ թե օրենքի։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպումն էր։ Հաննա Արենդտն ի դեպ ընդգծում է, որ տոտալիտարիզմը տարբերվում է ավտորիտարիզմից իր ծայրահեղականությամբ, ձգտելով վերացնել մարդկային բազմազանությունը և ստեղծել միատարր, լիովին վերահսկվող հասարակություն։ Ավտորիտար ռեժիմները նրա կարծիքով ավելի սահմանափակ նպատակներ ունեն և չեն միջամտում հասարակության խորքային կառուցվածքին։ Մեր մոտ, ինչպես տեսնում ենք, հակառակն է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է միջամտել հասարակության խորքային կառուցվածքին։ Այդ նոր Հայաստանը դիվային գաղափար է։ Նա փորձում է ամբողջովին փոխել մեր ժողովրդի արժեհամակարգը, այն զրկելով ինստիտուցիոնալ հիշողությունից և ապագայի արժանապատիվ տեսլականից։ Այս նախաբանը ներկայացրեցի մի նպատակով, ցույց տալու համար, որ Փաշինյանը մշտապես լինելով ավտորիտար կառավարման ջատագով, այսինքն երբ նա վարկանիշ ուներ, Օխլոսի առաջնորդ էր, դա ոչ մի կապ չունի դեմոկրատիայի հետ, հիմա ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման, թերևս գիտակցում է, որ այդպիսի կառավարման բացակայության դեպքում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները որևէ ձև չի կարող վերարտադրվել։ Թե ինչու է Փաշինյանը ձգտում ավտորիտարիզմից անցում կատարել տոտալիտար կառավարման, այսինքն այդպիսի պայմաններում ընտրությունները որպես այդպիսի բովանդակություն չեն ունենալու։ Դրանք լինելու են ֆորմալ միջոցառում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կամքով այս տեխնացուն կգրանցվի, այն մյուսը չի գրանցվի։ Ես կուսակցությանը թույլ կտան մասնակցել, այն մյուսին թույլ չեն տա մասնակցել եւ այլն։ Սա է օբյեկտիվ բացատրությունը այն ագրեսիվ քաղաքականության, որը Փաշինյանը վարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ իր բոլոր ընդդիմախոսների դեմ։ Սրանով է բացատրվում նաեւ այն ապօրինի արշավը, որ մեկ մարդու հիվանդ ցանկությամբ իրականացվում է գործարար Սամվել Կարապետյանի դեմ։ Հիմա էլ այդ գործողությունը գնում է, մի կողմից ուժայիններն են պաշարել Սամվել Կարապետյանի տունը, մի կողմից ժողովուրդն է հավաքվել ի աջակցություն նրան եւ պարզ չի ես դեպքերը ինչ հանգուցալուծում կստանան։ Ավելի շուտ իմ համար պարզ է, բայց ես հիմա այդ մասին գերադասում եմ չխոսել։ Հասկացեք, այստեղ խնդիրը Սամվել Կարապետյանի անձը չի։ Սամվել Կարապետյանի փոխարեն վաղը Սուրեն Սուրենյանցը կարող է լինել։ Մյուս օր ինչ-որ այլ մարդ։ Այսինքն ցանկացած մեկը, ով հանդգնում է Նիկոլ Փաշինյանից տարբերվող կարծիք ունենալ խնդիրների վերաբերյալ։ Ու բացարձակ կարևոր չի, Փաշինյանն այս ամենին ձգտում է միայն իր իշխանության պահպանման համար, թե նաև արտաքին ցուցումներ է կատարում, օրինակ Ադրբեջանի կամ Թուրքիայի։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչին գնում է բազմաշերտ մոտիվներով, թե արտաքին ցուցումը կա, թե սեփական իշխանության պահպանումն ու
վերարտադրության այդ մոլուսկը կա, այս ամեն ինչը կա։ Այսինքն նա ձգտում է այնպիսի հասարակություն ստեղծել, որ դիմադրության որևէ ռեսուրս, պոտենցիալ կենտրոն չունենա։ Իդեպ մտքովս անցավ ակամայից, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա հանդիպելու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինձ մշտապես հետևողները գիտեն, որ ես որևէ առարկություն չունեմ հայ-թուրքական դիալոգի հետ կապված, միշտ կարևորել եմ, որ Հայաստանը կանխատեսելի հարաբերություններ պիտի ունենա նաև իր թշնամիների Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց ես պատկերացրել եմ, որ Հայաստանը նման հարաբերությունների պիտի գնա սեփական օրակարգով, հիմա իմ մոտ բացարձակ այլ տպավորություններ են, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած զիջման դիմաց Թուրքիայից մուրալ խաղաղության մի փաստաթուղթ, որի միջոցով պետք է վերարտադրի իր իշխանությունը, այսինքն ես լուրջ մտավախություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է անվտանգության ռուսական հովանոցը փոխարինել թուրքական հովանոցով, ինչը կատարյալ արկածախնդրություն է և նոր աղետի առջև է կանգնեցնելու Հայաստանը, և ահա տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տնային աշխատանք է կատարում Էրդողանին հանդիպելուց առաջ։ Կրկնում եմ, այստեղ խնդիրը ոչ եկեղեցին է որպես ինստիտուտ նույնիսկ, ոչ էլ Սամվել Կարապետյանը կամ որևէ այլանց, որ Սամվել Կարապետյանը չեմ էլ կարծում, որ իմ կամ այլոց պաշտպանության կարիքն ունի։ Այստեղ խնդիրը վերաբերում է իրավունքին։ Նիկոլ Փաշինյանը բռնաբարում է իրավունքը, խժռում է դեմոկրատիան, հանուն սեփական իշխանության պահպանման։ Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը պատերազմի մարտահրավերը իրեն նետված, այսինքն Փաշինյանի նետած մարտահրավերը կընդունի արժանապատվորեն, մեր թիվ 1 սպառնալիքը ոչ թե արտաքին թշնամին է, այլ այս գյադայապետությունը, որ գոյություն ունի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այսօր ժամին այսքանը, սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, ինձ հետևեք նաև Facebook-ի, Telegram-ի, X-Blog-ի, TikTok-ի հարթակներում, լավ մնաք, մի շնորհանդիպում։